Դուք համայնքի ղեկավարն եք, չէ՞ Քասախ։ Ես Քասախ համայնքի վարչական ղեկավարն եմ հարգելս։ Այսօր քասախցիները բողոքի ակցիա են իրականացնում, արդեն մոտ 3 ժամ է, առավոտյան 8-ից բողոքի ակցիա են իրականացնում եւ կառավարության կողմից ոչ մի արձագանք չկա։ Դուք ինչպես կմեկնաբանեք։ Ես կարծում եմ արձագանքը կլինի, մենք մինչև այս ակցիան գիտեք արդեն այս երևի 2 շաբաթ է խնդիրը կա, քասախցիների խնդիրը բարձրաձայնել է, մենք հանդիպումներ ենք ունեցել, այսինքն տարածքային կառավարման փոխնախարարի հետ, մարզպետի հետ, սպասարկող կազմակերպության ղեկավարի հետ, իրենց կողմից առաջարկներն եղել են։ Ինչ պարզաբանումներ են տվել ձեր խնդիրներին, ինչ պարզաբանումներ են տվել ձեր խնդիրներին։ Կողմից առաջարկը նախին բանակցությունների մեր համայնքից բանագնաց խումբ ունեին, երիտասարդ, պատրաստված իրավաբաններ եւ համապատասխան կադրեր ներկայացրել են, ես էլ որպես վարչական ղեկավար մեր ժողովրդի կողքին ենք, իհարկե։ Իրանք առաջարկը եղել է 50 դրամի, այսինքն սպասարկող կազմակերպությունը պետք է 50 դրամ գինը իջացներ սակագինը։ Այս պահին, այսինքն ժողովուրդը պահանջում է, սովորել է Երևան քաղաքի հարմարավետ ավտոբուսին, տրանսպորտային միջոցին, ժողովրդի ցանկությունն է, որ Երևան քաղաքը սպասարկող ուղեգծերը գիծը կոնկրետ 50-ին համարը սպասարկի նաև Քասախ համայնքը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մի քանի լուծումներ է առաջարկում բողոքի ակցիայի մասնակիցներին, տարբերակներն են ասել։ Այդ տարբերակներն են ասել փոխադրավարձի նվազեցում Պրոշյան Երևան 200 դրամի 200 դրամ 250 դրամի փոխարեն, Քասախ Երևան 150 դրամ 200 դրամի փոխարեն, չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվականակի ավելացում, Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։ Ինչը որ դուք շեշտեցիք, ես դրա մասին էլ խոսում ենք։ Իրանց կողմից եղել է առաջարկ 50 դրամի, այսինքն սակագնի նվազեցում է եղել, իսկ սպասարկող կազմակերպության կողմից առաջարկները, այսինքն սպասարկման որակը, հարմարավետությունը, ժամային գրաֆիկը, իրենք երաշխավորել են, որ բոլորը հարմարավետ է լինելու, այսինքն համայնքի բնակչությանը։ Ուղղակի խնդիրը այստեղ քաղաքային էլ եմ կրկնում, տրանսպորտի սպասարկումն է Քասախի, կամքը է դա ցանկությունը ժողովրդի, թե կառավարությունը դրան ոնց ասկն պատկան մարմինները կմոտենան, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Բայց ակնկալում եք, որ կմոտենան։ Իհարկե ակնկալում եմ, որ փոխզիջումներով գնա, որտեղ այդտեղ ուղղակի է սոցիալական խնդիր է, հասկանալի է, մարդիկ սովոր են եղել տրանսպորտին, երկար տարիներ չեն սպասարկվել եւ հարմարավետ ավտոբուսը հանելուց ընդամենը էս է խնդիրը։ Իմ կողմից ես առաջարկ ունեմ, որ կարելի է երկուսն էլ սպասարկել ժամանակը, որ ինքը օրենքով է կարգավորվում, չեմ ուզում անդրադառնամ, օրենքը ընդունվել է 2006 թվականին, որի շրջանակներում է տարածքային կառավարման նախարարությունը մրցույթը հայտարարել է, շահել է մուլտիտրանսպորտը։ Ես այս պահին ժամանակավոր լուծում սպասարկում եմ, որ առաջարկում եմ, որ երկու ուղեգծերն էլ աշխատեն։ Քննարկման ժամանակ առաջարկել եք։ Առաջարկել եմ, այդ ժամանակ չի ընդունվել։ Դե ի սկզբանե Քասախի ազգաբնակչության պահանջը եղել է, որ 50-ին համար ավտոբուսը Երևան քաղաքի տրանսպորտը ինչպես սպասարկել է, շարունակի սպասարկել Քասախ համայնքին։ Նույնը Պրոշյանի մասին է խոսքը։